to have this Համար opportunity. մեծ պատիվ է նման հնարավորություն ունենալ եւ The story կիսվել մի պատմությամբ, peace խաղաղության պատմությամբ, որը հաստատվել է in the South Caucasus Հարավային between Կովկասում Armenia and Azerbaijan, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ and with this very respected and renowned Այս շատ institution, հարգարժան եւ հայտնի international affairs. կառույցի հետ, միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ։ Peace process Դերևս between եւ ուսամ գիտեք, որ խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև in իր the գագաթնակետին հասավ 8th of August in the capital of United օգոստոսի States, 8-ին Washington, D.C. ԱՄՆ-ի մայրաքաղաք in the Վաշինգտոն White քաղաքում House, եւ Սպիտակ տանը with the initiative and participation of the U.S. President ԱՄՆ-ի նախագահ Donald Trump, Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ President of Azerbaijan, մենք Ադրբեջանի նախագահի հետ declaration ընդունեցինք համատեղ հռչակագիր the framework of peace between Armenia and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին եւ այդ հռչակագրով between our country մեր երկրների միջև was established. խաղաղություն Of հաստատվեց։ course, Ինչ խոսք before the adoption of declaration, նախքան foreign հռչակագրի ministers ընդունումը of our countries մեր երկրների արտաքին գործերի նախարարները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները President of the United States, ԱՄՆ-ի նախագահի, Azerbaijan, in my presence, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ նախաստորագրեցին peace agreement խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ and Գիտեք, շատ կարևոր է նշել, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հիմնված է Ալմաթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Դա փաստաթուղթ է, որն ընդունվել է նախկին խորհրդային միության 11 հանրապետությունների կողմից, որում նշվում են երկու հիմնական սկզբունքներ, այսպես ասած, խաղի կանոնները փոխող գաղափարներ։ Առաջինը այն է, որ այդ հռչակագրի արդյունքում խորհրդային միությունը դադարում էր գոյություն ունենալ եւ խորհրդային հանրապետությունները դառնում էին անկախ երկրներ, պետություններ եւ ուստի հաստորագրված համաձայնագրում, որը վերաբերում է խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատմանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև կա հղում Ալմաթայի հռչակագրին եւ այդ համաձայնագրի առաջին հոդվածի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատելով, որ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ ճանաչվել են որպես այդպիսի միջազգային հանրության կողմից, կողմերը, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են եւ հարգելու են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային սահմանների անխախտելիությունը եւ միմյանց քաղաքական անկախությունը։ Դա մեջբերում է նախաստորագրված համաձայնագրի առաջին հոդվածից, իսկ երկրորդ հոդվածը նույնպես շատ կարևոր է։ Առաջին հոդվածին լիովին հետևելով կողմերը հաստատում են, որ իրենք չունեն որևէ տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ չեն բարձրացնելու նման պահանջներ ապագայում։ Սա է խաղաղության ճարտարապետությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ ես դա ասել եմ, որ գործընթացը գագաթնակետին հասավ Վաշինգտոն քաղաքում ԱՄՆ-ի նախագահի մասնակցությամբ եւ իհարկե առանց նրա անձնական ներգրավվածության եւ նախաձեռնության, առանց ԱՄՆ նախագահի մասնակցության եւ ներգրավվածության խաղաղության գործընթացի վիճակը անորոշ կլիներ եւ միանշանակ է, որ նրա անձնական նախաձեռնությունը եւ անձնական մասնակցությունը ԱՄՆ նախագահի շատ կարևոր դեր խաղաց
մեր տարածաշրջանում խաղաղության համար։ Եվ հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականը առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան մահացության դեպքեր, զոհեր սահմանային շրջաններում հայկական եւ ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով։ Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում։ Եվ ես կասեի հետևյալը. խաղաղությունը հիմա հետազոտվում է, որովհետև ես կարծում եմ, որ մեր երկու պետությունները փորձում են հասկանալ, ուսումնասիրել, քանի որ գիտեք, խաղաղությունը մեզ համար անսովոր, անծանոթ բան է։ Կարող եք պատկերացնել անկախացման սկզբից ի վեր, մեր անկախացման սկզբի օրերից սկսած մենք չենք ունեցել խաղաղություն եւ հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսին է այն։ Եվ այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն, եւ շատ կարեւոր է նշել, որ հիմա մենք անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, քանի որ ներկայումս մենք ներմուծում ենք որոշակի նավթամթերք Ադրբեջանից եւ հիմա երկաթուղին Ադրբեջանի տարածքով անցնող բաց է իմիջայլոց առաջին անգամն է 90-ականների սկզբից ի վեր, որ գնացքը հասնում է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա նախորդ հոկտեմբերին եղավ, նախորդ տարվա հոկտեմբերին, եւ այդ պահից մինչ օրս գնացքներ են գալիս Ղազախստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, եւ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է, կարող ենք ասել, բայց ինչ խոսք, մենք շատ երիտասարդ խաղաղություն ունենք, որի մասին պետք է հոգ տանել, եւ դա շատ կարեւոր է, եւ դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, եւ դրա համար մեզ անհրաժեշտ է որոշակի ջանք գործադրել եւ շարունակաբար ջանք գործադրել, քանի որ շատ լավ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ։ Ուստի շատ կարևոր է իմանալ ողջ պատմությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման, քանի որ ես արդեն ասացի, այն գագաթնակետին հասավ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում, Վաշինգտոն քաղաքում, բայց շատ կարևոր է ձեզ պատմել, թե ինչպես սկիզբ առավ խաղաղության գործընթացի այդ փուլը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, քանի որ կարծում եմ այդ գործընթացի համար 2022-ի հոկտեմբերի 6-ը շատ կարևոր ամսաթիվ էր։ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հրավերով մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի հետ եւ այնտեղ մենք որոշեցինք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը հիմնվելով Ալմատիի հռչակագրի վրա, եւ դա սկզբնակետը եղավ այս գործընթացների, որոնք մեզ հանգեցրեցին խաղաղության։ Եվ շատ կարևոր է, որ Պրահայում մենք համաձայնեցրեցինք, որ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը կտեղակայվի
border between Armenia and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով այլ շատ կարևոր պահ էր, որը իհարկե տեղի ունեցավ Լեհաստանի մասնակցությամբ եւ աջակցությամբ, ընդհանրապես Եվրոպական միության աջակցությամբ եւ անկեղծ ասեմ, դա իսկապես շատ կարևոր էր մեզ համար, քանի որ այդ որոշումը եւ Եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը որոշակի դաշտ տարածք բացեց մեզ համար, որպեսզի մտածենք եւ ավելի լայն դիտակետ ունենանք ներկայիս գործընթացին եւ իրավիճակին մեր տարածաշրջանում եւ դրանից հետո մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցավ Ադրբեջանի հետ մենք կարողացանք համաձայնեցնել Սահմանազատման եւ սահմանագծման համատեղ անձնաժողովների գործունեության կանոնակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդ փաստաթղթում եւս Ալմաթայի հռչակագիրը երկու կողմերն ընդունեցին որպես հիմնարար սկզբունք սահմանների սահմանազատման համար մեր երկրների, մեր պետությունների միջեւ եւ շատ կարեւոր է որ այս կանոնակարգը Պատմության մեջ առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքով եւ դրանից հետո այն բավարարվեց երկու պետությունների խորհրդարաններում եւ այդ կերպ ձեռք բերեց բարձր իրավաբանական ուժ Դա էլ շատ կարևոր անկյունակար կամ հիմնասյուն է մեր երկրների միջև խաղաղության գործընթացի համար։ Դրանից հետո եւս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ 2025-ի մարտի վերջին Ադրբեջանի հետ մենք կարողացանք ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները եւ այդ մասին հայտարարեցինք Մի քանի ամիս անց մենք ընդունեցինք համատեղ հռչակագիր իմիջայլոց Այդ հռչակագիրը ստորագրվեց նաև նախագահ Թրամփի կողմից Նա դա ստորագրեց որպես վկա եւ հաստատվեց խաղաղություն Ինչ խոսք մենք շարունակում ենք աշխատանքը Ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ եւ ներկայումս խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղու կայացումը ընթացքի մեջ է դա շատ կարեւոր ռազմավարական ներդրումային ծրագիր է